Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ տնտեսագիտության պատվավոր դոցենտ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Էրնեստ Ղազարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Բարև ձեզ։ Պարոն Ղազարյան, նախընտրական շրջանում սկսվեցին եւ մինչեւ հիմա էլ շարունակվում են Ռուսաստանի Դաշնության կողմից սանկցիաները, գիտեք, ապրանքատեսակների մեծ մասը արգելվել է Ռուսաստանի շուկայում։ Նախ ինչ եք կարծում, սա արդյոք շատ մեծ վնաս հասցրեց մեր տնտեսվարողներին, հետևանքը ընդհանուր պատկերը ինչպիսին է եւ ինչ նպատակով էր սա արվում, այսինքն այստեղ իսկապես խնդիրը այն էր, որ այդ ապրանքներում սանիտարական եւ այլ չափանիշների հետ կապված խնդիրներ կային, թե սա քաղաքական նպատակահարմարությունից ելնելով քայլ էր։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, հարցադրումը բավականին ծավալուն էր, սկսեմ վերջից պատասխանել, Խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանի եւ Ռուսաստանի միջև, նույնիսկ միջև ԵԱՏՄ-ի ձևավորումը եղել են ակտիվ առևտրատնտեսական կապեր, հարաբերություններ եւ մեծ ծավալի առևտրաշրջանառություն։ Հետևաբար ինչ որ ստանդարտների կամ սերտիֆիկացման հետ կապված խնդիրներ վստահ ենք բոլորս, որ եղել են նաեւ նախկինում, սակայն այսպիսի լայնամասշտաբ սահմանափակումների մեր հայաստանյան տնտեսվարող սուբյեկտները չէին արժանացել, այսպես ասած։ Հստակ է, որ այսպես ասեմ, նախընտրական շրջանում դա արվել է հատուկ։ Ասեմ ավելին, դա նույնիսկ կանխատեսելի էր ու նախկինում առիթներ ունեցել ենք խոսելու, որ սա այն դեպքն է, որ քաղաքական հետևանք է լինելու, հաշվի առնելով, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումները, ինչպես նաև ընտրությունների արդյունքները ակնհայտ է, որ Ռուսաստանի համար այնքան էլ գոհացուցիչ եւ ուրախալի չէին։ Տեղի են ունենում սահմանափակումները մեծ հաշվով արհեստական հիմքի վրա։ Ես դա որակել եմ իմ անձնական կարծիքով որպես տնտեսական սաբոտաժ, որը բավականին օբյեկտիվ է հնչում այս պարագայում, որի նպատակը առաջացնել Հայաստանի տնտեսությունում ստագնացիա, բերել տնտեսությունը որոշակի ցնցումային իրավիճակի, որից որպես վերջնաարդյունք հնարավոր կլիներ ակնկալել ներքաղաքական խժդժություններ, Իսկ քաղաքական հետևանք, որ ասում եք, ինչ նկատի ունեք, դա Ռուսաստանի հաշվարկներում էր, թե քաղաքական հետևանք լինելու է արդեն հայկական կողմից։ Եվ նկատի ունեք այն զարգացումները, որ տեղի ունեցան Եվրամիության արագ արձագանքումը։ Տեսեք, Ռուսաստանի հետ մեր առևտրաշրջանառության ծավալը միշտ բավականին մեծ է եղել։ ԵԱՏՄ շուկայում մեր տնտեսվարող սուբյեկտները բավականին կայուն եւ բավականին ադապտացված աշխատել են, ունեցել են իրենց հստակ վաճառքները, իրենց առևտրային կապերը եւ բնականաբար այս կտրուկ սահմանափակումները բերելու էին տնտեսական հետևանքների, որը հանրության շրջանում առաջացնելու էր հստակ դժգոհություններ, որից որպես պատճառահետևանքային էֆեկտ ակնկալվելու էր ներքաղաքական խժդժություններ Հայաստանում, քանզի հստակ էր, որ ռուսական օրակարգը ընտրությունների արդյունքներով չկայացավ, այսինքն նրանք միանգամայն այլ տեխնացուի, այլ քաղաքական ուժի հաջողություն էին, այսպես ասած, ակնկալում Հայաստանում եւ բացահայտ աջակցում էին, դա բոլորս գիտենք, այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կատարեցին իրենց ընտրությունը եւ հետեւաբար ամբողջ աշխարհը պարտավոր է հարգել եւ ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամարտահայտման դրսեւորումը։ Եվ վերջնաարդյունք որպես հաղթեց քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իսկ այսօր կառավարությունը վարչապետի գլխավորությամբ իրականացնում է դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն։ Այսինքն ինչ է տեղի ունենում, բացի Ռուսաստանին սպասարկելուց եւ միայն Ռուսաստան նայելուց, մենք մեր արտաքին քաղաքականությունը բավականին ինտենսիվ կերպով զարգացնում ենք թե ասիական պետությունների հետ, բնականաբար արևմուտքի, Եվրամիության հետ կապված բոլորս տեսնում ենք ինչպիսի ակտիվություն եւ փոխադարձ ըմբռնում ինչու՞ չէ նաև աջակցություն կա Եվրամիության կողմից եւ Միացյալ Նահանգները վերջապես Հայաստանի Հանրապետության դիտարկում է որպես գործոն։ Այո, Միացյալ Նահանգները իր քաղաքական շահերը ունի, բնականաբար ամբողջ աշխարհում, այդ թվում մեր տարածաշրջանում, բայց փաստը այն է, որ այդ քաղաքական շահերի թեկուզ եւ համընկնման պարագայում Հայաստանի Հանրապետությունը երևի թե առաջի անգամ Միացյալ Նահանգների կողմից դիտարկվում է որպես քաղաքական գործոն, որպես սուվերեն պետություն։ Հավատացեք, չափազանցված չի, որովհետև վստահաբար նախկինում այդպես չի եղել։
Պարոն Ղազարյան, ես ճիշտ եմ հասկանում, որ այդ աշխարհաքաղաքական լայն սպեկտրը, որ դուք նշում եք արաբական աշխարհ, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ, դա Ռուսաստանի դեմ չէ, ինչը հիմա փորձում են ապացուցել ընդդիմադիր որոշ շրջանակներ, Ռուսաստանի Դաշնությունից ենք մենք երբեմն եւ շատ հաճախ լսում նման հայտարարություններ, որ Հայաստանը հիմա համագործակցում է Ռուսաստանի, այսպես ասած, թշնամիների հետ եւ գործիքայնացվում է Ռուսաստանի դեմ։ Կա նման միտում։ Ոչ, կա։ Տեսեք, Հայաստանը անկախ սուվերեն պետություն է, դա բառի ամենաուղիղ եւ իրավական իմաստով պետք է ընկալվի եւ դե ֆակտո այդպես պետք է լինի։ Այսինքն, եթե մենք չենք ցանկանում միայն Ռուսաստանի ուղղությամբ նայել, եթե այսօր հնարավորություն կա աշխարհով մեկ դիվերսիֆիկացվել թե քաղաքական, թե անվտանգային, թե տնտեսական առումներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացու լավագույն շահը դա է պահանջում, ապա ինչու պետք է չանենք։ Այսինքն մենք Ռուսաստանի հետ մեծ հաշվով խնդիր չունենք։ Եթե Ռուսաստանը մեր հետ խնդիր ունի զուտ այն պատճառով, որ մենք նաև սկսել ենք մեր հարաբերությունները ակնհայտ կերպով էականորեն բարելավել ԵՄ-ի եւ Միացյալ Նահանգների հետ, դա ուրիշ հարց է։ Մենք բնավ Ռուսաստանի հետ խնդիր չունենք։ Ռուսաստանը, որ փորձում է իր քաղաքական պահանջները, իր ազդեցությունը չնվազեցնելու պատճառով կամ ակնկալիքով, ինչու՞ չէ սուբյեկտիվ դրսևորումներ նաև այդտեղ առաջ մղելով տնտեսական հակահարված Հայաստանի տալ։ Հայաստանը Ռուսաստանից ես չեմ կարծում որպես այդպիսին խնդիր ունի։ Իսկ երբ զուգահեռներ են տանում Ուկրաինայի հետ եւ վերջերս շատ են շահարկում եւ մեջբերում, որ այ դուք գնում եք Ուկրաինայի ճանապարհով, մի մոռացեք թե ինչից սկսվեց ուկրաինական հակամարտությունը, նրանք էլ էին մերձենում Եվրամիության հետ եւ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, նման տեքստ անգամ ասել է ուղիղ Վլադիմիր Պուտինը, որ հիշեք թե ինչից սկսվեց ուկրաինական հակամարտությունը։ Հիմա նման վտանգ կա, չկա, այս հայտարարությունները պարզապես պետք է ընդունել իգիտություն եւ առաջ անցնել, թե սրանք նաեւ ռիսկեր են։ Այդ հայտարարությունները իրականում բավականին ագրեսիվ են մյուս սուվերեն պետությունների հանդեպ, իրականում մեր իրավիճակը ու Ուկրաինայի իրավիճակը մի փոքր տարբերվում են կամ մի փոքր ավելի շատ տարբերվող են, բայց այնուամենայնիվ ելի ենք կրկնում Հայաստանի Հանրապետությունը դա Ռուսաստանի երկրամաս չի։ Հայաստանի Հանրապետությունը անկախ սուվերեն պետություն է։ Ինչու այս ընկալումը դեռևս միջև հիմա չկա Ռուսաստանի Դաշնության մոտ, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը սովոր է եղել, որ մինչև 2018 թիվ ըստ էության իրենք ստեղ իրենց շահերը եւ նարրատիվները առաջ են մղել առանց որևէ խոչընդոտի, ինչպես ցանկացել են եւ նախկին իշխանությունները արել են այդ ամենը, զիջել են Ռուսաստանի մեր ստրատեգիական նշանակության օբյեկտները, դրա դիմաց ժամանակավոր խաղաղություն ձեռք բերելով Ադրբեջանի հետ, ժամանակ առ ժամանակ մենք ենթարկվել ենք մանիպուլյացիաների, պատերազմի սպառնալիքներով կամ կարճատև պատերազմներով, բայց գրեթե ամեն օր մենք սահմանին ունենում ենք զոհեր։ Եվ այդ հայ-ադրբեջանական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի հետ կապված որ գոյություն ուներ, իրականում իմ խորին համոզմամբ Ռուսաստանն էր կառավարում այդ ամենի ընթացքը եւ թեքում էր իրադարձությունների հոսքը իր հայացողությամբ կախված տվյալ վահանակը իր ձեռքում։ Միանշանակ շատ դիպուկ ասեցիք, վահանակը իր ձեռքում էր, կողմերին կարողանում էր կառավարել ինչպես կամենում էր, ինչպես տվյալ ժամանակաշրջանում իր գերակա շահն էր թելադրում, հա։ Այսինքն մենք որպես այդպիսին գործոն չենք եղել նաև տարածաշրջանում։ Լինենք օբյեկտիվ, մեզ թույլատրվել է ապրել, մենք ստիպված ենք եղել պարբերաբար զիջել կարևորագույն ստրատեգիական նշանակության ձեռնարկություններ եւ օբյեկտներ ու բազմաթիվ ապօրինություններ տեղի են ունեցել նաև այսպես ասած իրենց գիտությամբ Հայաստանում։ Ինչու անհրաժեշտություն առաջացավ Հայաստան ուղարկել նաև օլիգարխ Սամվել Կարապետյանին եւ արդյոք Սամվել Կարապետյանը գալիս էր նախընտրական շրջանում այդ խոստումները լսել եք միանշանակ, բայց Սամվել Կարապետյանը ինչ ծրագրով էր գալիս, արդյոք գալիս էր շարունակելու նույն այն գործը, ինչ նախկին ղեկավարներն են իրականացրել, դուք ասացիք, որ առանց խոչընդոտի որևէ հանդիպելու Ռուսաստանը միշտ կարողացել է իր թեզերը, նարատիվները, իր, այսպես ասած, հետաքրքրությունները այստեղ առաջ մղել։ Ինչու Սամվել Կարապետյանը հայտնվեց Հայաստանի քաղաքական դաշտում։ Ես ձեզ մի փոքր այլ կերպ կպատասխանեմ։ Հունիսի 7-ին կայացած ընտրություններին փաստացի ոչ մի նոր քաղաքական ուժ չի մասնակցել։
Իսկ թվում է դրանով ես սպառիչ պատասխան տվեցի այն իմաստով, որ Սամվել Կարապետյանը նոր մարդ չի եղել մեր քաղաքական եւ հասարակական կյանքում եւ այն ինչ որ արվում էր նախընտրական շրջանում բնականաբար, ինչ որ ընտրազանգվածից ձայներ ստանալու ինչու՞ չէ նաեւ ապակողնորոշելու, որ մենք նոր ուժ ենք անկախ նայած որ նոր կուսակցություն էին հիմնել, իրենք նոր ուժ չեն, իրենք միշտ եղել են սերտաճած նախկին իշխանությունների հետ, ունեցել են էական ազդեցություն Հայաստանի տնտեսական կյանքի վրա, դա լրիվ բավարար է, որպեսզի մենք ընդգծենք, որ նոր քաղաքական ուժ ընտրություններին չի մասնակցել։ Այսինքն պատահական չէր, որ հանրապետական կուսակցությունից շատ անդամներ տեղավորվել էին այսպես ուժեղ Հայաստան դաշինքում։ Դա նույնպես խոսում է այդ մեծ կապի մասին, այսպես։ Բնականաբար, անկախ դրանից այնտեղ մոզաիկան ինչ կերպ քանդեին հավաքեին, այսինքն ինչ մոդիֆիկացիայով հանդես գային, մարդիկ հասկանում են, որ հանդես են գալի նույն անձիկ, ում գործողությունները, ում գործունեությունը տարիներ շարունակ մեր ժողովուրդը տեսել է։ Դրա համար վստահաբար պետք է ընդգծենք, որ նոր քաղաքական ուժեր ընտրություններին չմասնակցեցին։ Անկախ դրանից այդ ուժերի համախումբը կտրով էր 3 կուսակցության, թե 7 կուսակցության, թե հանդես կգային միջակատով, թեպետ իրենք վերջում էլ խոստովանեցին, որ հաջող ելքի դեպքում միավորվելու են կամ անկախ ամեն ինչից կմիավորվեն, եթե հասկանան, որ կարող է իշխանությունը անցնել իրենց։ Դա միասնական թև է եղել, մնացածը արդեն ձևական կողմն է։ Բայց հիմնական խաղադրույքը ուզում եմ հասկանալ այնուամենայնիվ Սամվել Կարապետյանի վրա էր, թե Ռոբերտ Քոչարյանի, որովհետև մի կողմից Ռոբերտ Քոչարյանի ուժից հայտարարում էին, որ վարչապետի տեխնացուն միասնական այդ ուժի Ռոբերտ Քոչարյանն է, Սամվել Կարապետյանը եւ նրա համակիրները պարբերաբար հակառակ հայտարարություններ էին անում, որ նրանք չեն դիտարկում Քոչարյանի առաջնորդությունը, այսպես ասեմ։ Իրենց մեջ էլ խնդիրներ կա, թե սա իմիտացիա էր եւ ինչու Ռուսաստանի Դաշնության մոտ այլևս չկա այդ վստահությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ինչու կարիքը առաջացավ ամեն դեպքում Սամվել Կարապետյանի այստեղ ներկա գտնվելու։ Անկեղծ ասած դժվարանում եմ գնահատել այսօրվա դրությամբ Ռոբերտ Քոչարյանի եւ Ռուսաստանի միջև ինչպիսի հարաբերություններ են կամ վստահության ինչ չափ, ինչ նշաձող գոյություն ունի, բայց իսկ ով էր իրականում հանդես գալի, ես այդ մասով առիթ ունեցել եմ անդրադառնալու, մենք հիմնականում ունեցել ենք ներքին համոզմունք, որ իրենց միասնական իրական տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն է։ Նախ մենք բոլորս գիտենք, որ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ հաջողություններ գրանցելով գործարար աշխարհում իր ձեռնարկատիրական ոլորտում նա մեծ հաշվով քաղաքական գործիչ չի եղել եւ քաղաքական նկարտումներ հայտնի չի եղել, որ նա ունենա, առավել եւս նա վարչապետ չի կարող լինել համաձայն մեր սահմանադրությամբ սահմանված պահանջների, մնացած այդ կընտրվենք հետո կփոխենք բան, դա լուրջ պետք է չվերաբերվենք այդ տեսակետին, առավել քան վստահ ենք, որ իրենց միասնական տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն է եղել, առավել եւս հաշվի առնելով, որ նա բարձրագույն պաշտոն զբաղեցնելու 10 տարվա փորձ է ունեցել։ Լավ, պարոն Ղազարյան, վերադառնալով ռուսական կողմի սանկցիաներին, որոնք նախընտրական շրջանում սկսվեցին եւ մինչեւ հիմա շարունակվում են, դրանք արդյոք կարողացան ծառայել իրենց նպատակին եւ ավելի շատ խանգարեցին այդ ուժերին, թե օգնեցին Հայաստանի Հանրապետությանը, այստեղ էլի նկատի ունեմ Եվրամիության արագ արձագանքումը եւ կարծես թե տնտեսության դիվերսիֆիկացիան, որ նոր նախանշվում է։ Իրականում դա անհարմարություններ իսկապես պատճառեց մեր շատ տնտեսվարող սուբյեկտների, իսկ ունենք նաև շատ տնտեսվարող սուբյեկտներ, ովքեր գուցե ավելի հեռատես գտնվելով կամ ինչ-ինչ պատճառներով դեռևս մի քանի տարի առաջվանից սկսել էին դիվերսիֆիկացիոն գործընթացը, իրենց մասով սկսել էին ուսումնասիրել, հետազոտել, կապեր հաստատել այլ պետությունների գործընկերների հետ, հասկանալով, որ այսօրվա աշխարհում չափազանց կարևոր է վաճառքների, այս դեպքում արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացիան, բայց ունենք տնտեսվարող սուբյեկտներ, ովքեր այսօր իսկապես դժվարություններ են կրում ու այդ ադապտացիոն շրջանը բնականաբար որոշակի տևողություն ունենալու է, բայց որ կհաղթարենք, կասկած չունեմ ու այն տեսակետը, թե Հայաստանի տնտեսությունը կարող է կոլապսի ենթարկվել, Հայաստանի տնտեսությունը կոլապսի ենթարկվելու որևէ նախադրյալ գոյություն չունի,
Հայաստանի տնտեսությունը խաղաղության եւ ազատականացված պայմաններում կոլապսի տնտեսություն չի, մեր գյուղատնտեսությունն էլ, արդյունաբերությունն էլ, տեխնոլոգիական ուղղությունն էլ գոնե երկրում միջին կենսամակարդակ ապահովելու համար ամենավատ դասավորության դեպքում էլ կարող էին ապահովել, մինչև մյուս ընկերությունները կարողանային վերադասավորել իրենց ուժերը։ Փառք Աստծո, Եվրոմիությունը եւ Արևմուտքը ընդհանուր առմամբ բավականին արագ արձագանքեցին։ Այո, բավականին բարի կամք դրսևորեցին եւ արագ արձագանքեցին ստեղծված իրավիճակի հետ կապված եւ այդ հնարավորությունները, որ այսօր իրենք տալիս են, ֆոն դեր Լայնի այցը հենց այդ մասին էր, որ մաքսային վճարումներից կազատեն մեր տնտեսվարող սուբյեկտներին, դա բավականին մեծ առավելություն պետք է դիտենք այս փուլում։ Այդ ժամանակը մեզ անհրաժեշտ է։ Իսկ այդ տնտեսվարողները կարող են արդեն անմիջապես մուտք գործել Եվրոպական միության շուկա, թե դեռևս էլի էստեղ ժամանակ է պետք, որպեսզի այդ ապրանքատեսակները հարմարվեցեն այդ շուկայի ստանդարտներին եւ պայմաններին։ Տեսեք, Եվրոմիության շուկան ԵԱՏՄ շուկայից բավականին տարբերվում է, որտեղ ապրանքների եւ ծառայությունների մասով որակական անհամեմատ ավելի բարձր չափորոշիչներ են սահմանված եւ այդ ստանդարտները ու սերտիֆիկացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ մեր ընկերությունների պատրաստ լինել իրենց հետ համագործակցելու իմաստով շատերի մոտ դա անմիջապես չէր կարող տեղի ունենալ։ Մի պարզ բան, ես ինքս ամեն օր շփվելով գործարար համայնքի հետ կարող եմ ձեզ վստահեցնել, որ շատ ընկերություններում մեր շատ գործարարների մոտ դեռևս գոյություն ունեն կարծրատիպեր սոցիալիստական ժամանակվանից մնացած, հա, իսկ դիմացի հակառակ կողմում, այո, այդ նույն ԵՄ-ի իրենց պոտենցիալ գործընկերները, նրանք արդեն հստակ գլոբալիզացիայի եւ սուր կապիտալիզմի ընկալմամբ են պատրաստ համագործակցության։ Այսինքն մեզ եւս որոշակի ջանք է մեզանից պահանջվում արագ ադապտացվելու եւ նույն լեզվով խոսելու ԵՄ պոտենցիալ գործընկերների հետ, նաեւ ամերիկյան, նաեւ այլ պետությունների, բայց մյուս կողմից սա հիանալի առիթ է մեկ անգամ գալ հասնել այդ պատրաստ վիճակին ու հետագայում շատ ավելի մեծ դռներ են բացվում մեր ընկերությունների համար։ Սա ուշացած քայլ չէ, պարոն Ղազարյան, որովհետեւ շատերն ասում են, որ այլ պետք չէր սпасել մինչև Ռուսաստանի Դաշնությունը կգնար նման քայլի, սանկցիաներ կկիրառեր եւ նոր հայ տնտեսվարողների առաջ կփորձեինք բացել նոր դարպասներ, նոր դռներ, նոր շուկաներ։ Սա արդյոք ուշացած քայլ էր, թե այնուամենայնիվ կառավարությունը երկար պատրաստվել էր սրան եւ սա նաեւ սպոնտան չէր։ Տեսեք, մեր կառավարությունը այս իմաստով իրեն բավականին բարձր մակարդակի վրա է դրսևորում եւ ձեռք է մեկնում մեր գործարար համայնքին, բայց ամեն ինչ չի, որ կառավարության տիրույթում է։ Այսինքն ստեղ էլ կա ընկալման հարց, թե օրինակ տվյալ գործառույթը կամ լծակը ունի մեր կառավարությունը, թե չունի։ Ստեղ բավականին ավելի ակտուալ հարց գոյություն ունի այն իմաստով, որ մեր տնտեսվարող սուբյեկտներից շատ-շատերը պատրաստ չէին, իսկ որոշները գուցե համեմատաբար պատրաստ են։ Սա էլ արդեն սուբյեկտիվ հարց է, ով ինչ ընկալում ունի։ Մարդիկ այն, ովքեր այո սկսել էին նախապատրաստվել, քանի որ իրենց համար կանխատեսել էր հնարավոր այդպիսի զարգացումը, իսկ գործարարներ կային, ովքեր ոչինչ չէին ձեռնարկել եւ այսպես ասած սпасել էին միջև դանակը կհասնի ոսկորին։ Հիմա այստեղ թյուր ընկալում կարող է լինել, որ օրինակ պետությունը ինչքան էլ ներքին աջակցությամբ, հա, մեր տնտեսվարող սուբյեկտներին, չգիտեմ, սուբսիդիաների, ֆինանսական աջակցության ձևով օգնի, բայց միևնույն ժամանակ մեր կառավարությունը չի կարող ազդել այլ պետության տնտեսվարող սուբյեկտի վրա եւ հարկադրել, որպեսզի իրենք րոպեշուտ համագործակցեն եւ մեր ընկերություններից, հա, գնեն ապրանքներ կամ ծառայություններ, որպեսզի մերոնց մոտ այդ վաճառքի ծավալների անկումը արագ վերականգնվի։ Մենք չունենք նման ազդեցություն ու աշխարհում այսօր պետական կառավարման մարմինները ուղիղ ազդեցություն չունեն բիզնեսի որոշումների վրա։ Այստեղ կարող է լինել թյուր ընկալում, որ մեզ թվա, թե կարող է օրինակ կառավարությունը միջամտել, որպեսզի, չգիտեմ, ասենք գերմանական ինչ-որ ընկերություն մեր ասենք պարածոները գնի կամ մեր գյուղատնտեսական արտադրանքը։ Չկա նման պրակտիկա։
Պարոն Ղազարյան, իսկ Եվրամիության քայլը դա միայն տնտեսության մասին էր, դա միայն տնտեսական աջակցություն էր, թե դա նաև աշխարհաքաղաքական կոմպոնենտ ուներ իր մեջ եւ կամ քաղաքական կոմպոնենտ ուներ իր մեջ եւ ինչու Հայաստանը Եվրամիության համար այդքան կարեւոր է ստացվում է, որ նման արագ արձագանքում տեղի ունեցավ Եվրամիությունը միանգամից արձագանքեց իր շուկան բացեց, որպեսզի Հայաստանում իսկապես տնտեսությունը, տնտեսվարողները կոլապսի առաջ չկանգնեն, որովհետեւ նույն ընդդիմադիր շրջանակները կհիշեք պնդում էին, որ Եվրամիությունում Հայաստանին չեն սպասում եւ չի լինելու այն դրական միտումները, մոտեցումները, որոնց մասին դուք խոսում եք, խոստումներ եք տալիս։ Հիմա ինչու Եվրամիությունը այսքան հետաքրքրված էր եւ այսքան արագ արձագանքեց եւ արդյոք սա միայն տնտեսական ժեստ է, այսպես ասած։ Մեր օրերում քաղաքականության եւ տնտեսության միջև վաղուց հստակ անջրպետ գոյություն չունի։ Դա բավականին լղոզված է։ Բնականաբար Եվրամիությունը տեսնելով, որ Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով, Հայաստանը չափազանց գայթակղիչ իրականություն ունի այսօր, հա, թե իր ժողովրդավար բարքերով, թե բազմաթիվ իր առանձնահատկություններով, ոչ թե Եվրամիությունն է եկել մեզ խնդրել, այլ տեսնելով, որ մենք պատրաստ ենք միջազգային հարաբերություններում արտաքին քաղաքականության մեջ դիվերսիֆիկացիայի, մենք կողմ ենք իրենց այդ հարաբերությունների խորացմամբ, մենք սկսում ենք նույն լեզվով խոսել, հա, իրար հասկանալ, պատրաստ է մեզ ինչ որ առումով ընդունել այդ ընտանիք, հա, որովհետև անկախ ինչ կարգավիճակով ես, եթե Եվրամիությունը սկսում է ինչ որ պետությանը լուրջ վերաբերվել, նշանակում է այդ պետությունում բռնատիրական կարգեր գոյություն չունեն։ Հիմա դա քաղաքական կոմպոնենտ է։ Բնականաբար տեսնելով, որ Հայաստանը արժանիորեն ուզում է իրենց այդ հարաբերություններ խորացնել, բայց հակառակ թևից արհեստականորեն փաստի առաջ են կանգնացնում Հայաստանի տնտեսությունը, Եվրամիությունը աջակցության ձեռք է մեկնում։ Այսինքն ստեղ հստակ քաղաքական եւ քաղաքական պատճառից բխող տնտեսական հետևանքների մասով Եվրամիությունը ձեռնարկում է իր քայլերը։ Ինչ վերաբերում է մեզ սպասում են թե չէ, մեզ ոչ ոք չի սպասում։ Ընդհանրապես այսօր բազմաթիվ հնարավորություններ կան Հայաստանի համար, բայց այդ հնարավորությունները մենք պետք է պատրաստ լինենք ընդունենք։ Մենք պետք է քայլ անենք դեպի այդ հնարավորությունները։ Այսինքն մենք պիտի փնտրենք եւ գտնենք, ոչ թե այդ հնարավորությունները մեզ պիտի փնտրեն եւ գտնեն։ Միանշանակ, նույնիսկ փնտրել գտնելուց հետո էլ մենք այդ հնարավորություններին դիմավորելու համար պետք է պատրաստ լինենք։ Ինչին եմ տանում, հա, օրինակ մենք նախկինում առիթ ենք ունեցել խոսելու եւ ես նշել եմ, որ կան բոլոր նախադրյալները, որ 2030 թվականին 4 տարի այս պայից սկսած լրիվ բավարար է, որպեսզի Հայաստանը դառնա յուրօրինակ Սինգապուր տարածաշրջանի։ Ինչ է դա իրենից։ Դա միֆ չէ, ֆանտազիա չէ։ Բացարձակապես 4 տարի այս պայից սկսած, եթե հաշվենք, լրիվ բավարար է։ Ինչ է դա իրենից ներկայացնում։ Ինչի եմ շեշտում Սինգապուր։ Այսօր Սինգապուրից բացի հայտնի Էմիրությունները, Իռլանդիան, որոնք համարվում են ներդրումային հաբեր։ Ինչ կա, օրինակ, Սինգապուրը եւս իր բնական ռեսուրսներով տենց հայտնի չէ, Սինգապուրը ավելի վատ վիճակում է այդ իմաստով գտնվել, քան մենք։ Հիմա այսօր չափազանց մեծ հետաքրքրություն կա Հայաստանի հանդեպ ամբողջ աշխարհի կողմից ստեղ տնտեսական գործունեություն իրականացնելու, Հայաստանի հետ տնտեսական համագործակցություններ ձևավորելու եւ խթանելու առումով։ Ու կապ չունի, որ Հայաստանի շուկան, ներքին շուկան բավականին փոքր է։ Տարբեր երկրներից աշխարհում հենց հիմա նկատվում է տենդենց, որ մարդիկ հանում են իրենց կապիտալը նամանավանդ այն երկրներում, որտեղ գոյություն ունի բռնատիրական կարգեր, որտեղ օրենքի գերակայություն չկա եւ գործարարները հասկանալիորեն լինելով խելամիտ մարդիկ ցանկանում են իրենց կապիտալը տեղափոխել այլ ավելի օրենքի գերակայությամբ եւ ժողովրդավար երկրներ։ Ու այսօր այդ երկրներից մեկը Հայաստանն է դիտարկում։ Այսօր մարդիկ ցանկանում են Հայաստանում օրինակ գործունեություն ստեղծել ու դա ոչ միայն վաճառել մեր երկրում, այլև երրորդ երկրներում։ Հետևաբար մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի օտարերկրյա ներդրումները եւ կապիտալը ներհոսեն Հայաստան։ Դա չափազանց կարեւոր է։ Որքան որտեվ օտարերկրյա ներդրումների ներհոսքը ավելացավ, մեր տնտեսությունը կտրուկ
զարգացում է ապրելու, ել ավելի մեծ տնտեսական աճ, ել ավելի դրական հետևանքներ։ Իսկ ձեր թույլտվությամբ ներկայացնեմ օտարերկրյա ներդրումները ինչ էֆեկտ են ունենում, հա։ Օտարերկրյա ներդրումների ավելանալու պարագայում առաջի հերթին երկրի ներսում էականորեն ավելանում է աշխատուժի նկատմամբ պահանջարկը։ Աշխատուժի նկատմամբ պահանջարկի աճից բխում է աշխատուժի գնի բարձրացում, այսինքն աշխատավարձերը ել ավելի կբարձրանան, նամանավանդ այն անձանց դեպքում, ովքեր իրենց ոլորտում քիչ թե շատ լավ մասնագետներ են։ Դրանից բացի տեղի ունենալու հակառակ process, ինչքան Հայաստանի ներսում մրցակցությունը ավելանա, ապրանքների արտադրանքի եւ ծառայությունների ոլորտում, այդքան քիչ հավանական է, որ հետագայում տեղի կունենա գնաճ, ճիշտ հակառակը հավանական է գնանկում։ Այսինքն մարդիկ սկսեն ավելի շատ վաստակել եւ գնաճ տեղի չունենա, քանի որ մեր մոտ հլը կա գների բարձր մակարդակ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կսկսեն ավելի լավ ապրել։ Պարոն Ղազարյան, իսկ օտարերկրյա ներդրումների համար եւ այդ միջավայրը ստեղծելու համար արդյոք կարևոր է խաղաղության գործընթացը, որը հիմա ворթեգրել է կառավարությունը, եւ նաեւ ինչու՞ չէ այս համատեքստում խաղաղության խաչմերուկը, գիտեք, վերջին շրջանում նաեւ Ադրբեջանի հետ ակտիվ երկխոսություն կա եւ փորձում ենք այսպես համագործակցության եզրեր գտնել եւ խաղաղության ճանապարհին առաջին քայլերից մեկը էլի այսպես տնտեսական փոխկապվածություններ ստեղծելն է, փոխադարձ առևտուրն է եւ այստեղ էլ կան ուժեր, որոնք ընդդիմանում են, որոնք նշում են, որ դավաճանական քայլ է Ադրբեջանից, օրինակ նավթամթերք ձեռք բերելը եւ կամ ամենատարբեր ապրանքատեսակներ առնելը եւ նաեւ գիտեք, նախընտրական շրջանում կար շատ ագրեսիվ խոսույթ, հատկապես ուժեղ Հայաստանի կողմից 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասով։ Ուզում եմ հասկանալ ընդհանուր առմամբ այս խոսույթը որևէ կերպ հարվածելու է գործընթացին, խաղաղության գործընթացին կամ ինչու ոչ տնտեսական այդ հարաբերություններին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ որքանով է նաեւ խաղաղությունը խթանելու այդ օտարերկրյա ներդրումներին։ Գիտեք ինչն է ամենաանհեթեթը, որ ձեր ասած ուժերը, ովքեր ասում են դավաճանությունը Ադրբեջանի հետ բիզնես անել կամ նմանատիպ մեղադրանքներ են հնչեցնում, գուցե մի հատ իրենք բացահայտեն, թե օրինակ արդյոք իրենք ադրբեջանցի գործարարների հետ տասնամյակներ շարունակ համատեղ բիզնեսներ չեն արել թեկուզ նույն Ռուսաստանում, հա։ Այդտեղ դավաճանության մասին խոսք չկա, ուրեմն Ադրբեջանի հետ վաղ թե ուշ պետք է լինի խաղաղություն, դարերով սերունդներ չեն կարող կոտորվել, պատերազմը երկուստեք ձեռնտու չի մեղմ ասած։ Տարիներ շարունակ թե Հայաստանից, թե Ադրբեջանից սերունդներ են զոհվել պատերազմական ռազմական գործողությունների հետևանքով։ Մի օր դա պետք է ավարտվեր։ Դրանից հետո այսօրվա աշխարհում տրամաբանական է, որ պետք է սկսվի ինչ-որ տնտեսական համագործակցություն։ Հիմա այնպես չի, որ ակտիվ համագործակցություն գոյություն, բայց դա վաղ թե ուշ ակտիվանալու է, դա բավականին նորմալ է, ասեմ ավելին, մենք ոչ միայն Ադրբեջանի, մեր մյուս 3 հարևանների հետ էլ մեր տնտեսական համագործակցության պոտենցիալի առավելագույնով չենք աշխատում։ Նկատի ունեք Թուրքիան, Վրաստանը, Իրանը։ Միանշանակ, այնտեղ էլ կա պոտենցիալ ու մենք այդ պիկին չենք հասել, բայց պետք է հասնենք։ Չափազանց կարևոր է։ Այդ մեկ։ Հետևաբար այդտեղ էլի եմ կրկնում, որպես կանոն, գիտեք, այդպիսի գնահատականներ տալիս են մարդիկ, ովքեր երկար տարիներ թե ադրբեջանցիների, թե թուրքերի հետ շատ ինտենսիվ, շատ փոխշահավետ բիզնես համագործակցության մեջ են եղել։ Ու երբ որ դա բացահայտվում է, դա բնավ զարմանալի չի դառնում, այդ մեկ, ինչ վերաբերում է 300,000 ադրբեջանցիների հետ կապված, իսկապես հոգնել ենք բոլորս այդ նույն բանը լսելով։ Այդ կեղծ թեզը ամենաբացասական հետևանքը, գիտեք ինչ իմաստով է թողնում։ Գիտեք էլի բոլորս էլ, որ մարդիկ կան այսօր ցանկանում են հող գնել, տուն կառուցել։ Մի ուրիշը ցանկանում է այգիներ հիմնել, ինտենսիվ այգիներ զբաղվել գյուղատնտեսությամբ։ Երրորդը ցանկանում է գործարան կառուցել, արտադրական գործունեություն սկսել։ Հիմա նմանատիպ կեղծ նարատիվով մենք ինչ ենք ասում մարդկանց, ասում ենք դուք ոչինչ մի արեք, երկարաժամկետ ներդրումներ հանգարց չանեք, կարող է 300,000 ադրբեջանցիներ կամ 420,000 չինացիներ կան, նստեք, սպասեք, մի 5 տարի ոչինչ մի ձեռնարկեք, հա, հետո կպարզվի չեն գալու, հետո դուք կափսոսակ ձեր կորցրած ժամանակի ու բաց թողնված օգուտի համար։ Դուք հասկանում եք, սա ինչ
վատ տնտեսական հետևանքի կարող է բերել, որովհետև նույնիսկ այսօր տնտեսագիտական համալսարանի ուսանողները գիտեն, որ տնտեսության վրա տրամադրությունները ուղիղ ազդեցություն ունեն, թե գնորդի վարքագծի առումով, թե ձեռնարկատիրոջ, թե ներդրողի։ Այսինքն այս թեզը ոչ միայն վախ է սերմանում, այլ նաև տնտեսական էֆեկտ է առաջացնում։ Այդ թեզը իսկապես կարող է փաստացի բացասական տնտեսական հետևանքներ թողել, ու ելի եմ կրկնում, առնվազն հայրենասիրական չի նման բաներ տարածել ու բազմաթիվ մարդկանց, կաշկանդել, որովհետև ամեն մարդու մոտ դյուրահավատության մի աստիճան գոյություն ունի։ Շատերը կրկնում եմ, ովքեր ունեն նոր ձեռնարկումներով հանդես գալու ցանկություն, ովքեր ունեն պոտենցիալ ստեղծելու, արարելու, այսօր այդ թեզի պատճառով գուցե ստիպված են իրենց գործողությունները չեղարկել կամ հետաձգել։ Իսկ այս ուժերի օրակարգը ո՞րն է ըստ պարոն Ղազարյան, նկատի ունեմ Սահմանադրական դատարանի վճռից հետո էլ իրենք հայտարարեցին, որ չեն ճանաչում իշխանության լեգիտիմությունը, բայց միաժամանակ վերցնում են մանդատները, թե Հայաստան Դաշնքի ներկայացուցիչները, թե ուժեղ Հայաստան Դաշնքի ներկայացուցիչները եւ հայտարարում են, որ դա պարզապես զենք է, որպեսզի հետագայում իրենք կարողանան կտրել ՔՊ-ի թևերը։ Հիմա իրենց օրակարգը ո՞րն է, ինչպիսի խորհրդարան են ունենալու առաջիկա 5 տարիներին եւ արդյոք դա Հայաստանի Հանրապետության շահերից է բխում։ Այդ ձևավորվող օրակարգերը արդեն արկա, այսպես ասեմ, քաղաքական երկխոսությունը, որ կա այս ուժերի, իշխող ուժի եւ ընդդիմադիր ուժերի միջեւ։ Ընտրությունների լեգիտիմությունը չճանաչելը հավասարազոր է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության կամ արտահայտման իրավունքը չհարգելուն։ Կարճ պատասխանեցի, բայց շատ դիպուկ։ Ոչ ոք չի կարող ընտրությունների արդյունքները չճանաչել, առավել ևս որ ճանաչվել է նաև դիտորդների եւ միջազգային կառույցների բացարձակ մեծամասնության կողմից, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վստահ հաղթանակ է տարել։ Վստահ հաղթանակ է տարել, որովհետեւ հակառակ կողմում հսկայական ռեսուրսներ էին օգտագործվում։ Այդքան ընտրակաշառքների եւ այդքան ազդեցության պայմաններում քաղաքացիական պայմանագիրը վստահ հաղթանակ տարավ։ Եվ մի մանիպուլյացիայի կուզեմ անդրադառնամ, որ շատ հաճախ կիրառվում է ընտրություններին, ովքեր որ չեն մասնակցել, որը եւս մեր քաղաքացիների պատկառելի տոկոսն է, մոտավորապես 40%-ը, միշտ նշվում է, թե իբր իրենք չեն մասնակցել, որովհետեւ դեմ էին իշխող ուժին, տվյալ դեպքում քաղաքացիական պայմանագրին։ Ուրեմն քաղաքագիտության տեսանկյունից ճիշտ հակառակն է։ Այն քաղաքացիները, ովքեր ունեն հստակ, ակտիվ, ընդդիմադիր հայացքներ, իրենք բացարձակ մեծամասնության դեպքերում մասնակցում են ընտրություններին շատ ակտիվ։ Ավելի հանգիստ եւ пассив են գտնվում են պարագայում, երբ որ իրենք սատարում են իշխող քաղաքական թիմին եւ ունեն ներքին համոզմունք այդ թիմի հաղթանակի վերաբերյալ, որովհետեւ դա քաղաքագիտության այսպես ասած կանոններից մեկն է։ Հետևաբար դա ճիշտ հակառակ ձևով մանիպուլացնելը եւս ընդունելի չի։ Եվ վերջում պարոն Ղազարյան, անդրադառնանք նաև իրավական որոշ գործընթացների, ձերբակալությունների, իրավապահ համակարգը վերջերս սկսել է մի շարք գործողություններ իրականացնել, այդ թվում Գագիկ Ծառուկյանի տանը, ընկերություններում խոզարկություններ է իրականացրել, ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանը, բայց սա ոչ միայն Գագիկ Ծառուկյանի մասին է խոսքը, վերջին շրջանում շատ են քաղաքական ամենատարբեր դերակատարների շուրջ աղմուկը, իրավական գործընթացները եւ սա ընդդիմությունը որակում է որպես ընդդիմադիր ուժերի ճնշում, լռեցնելու միջոց իրենց։ Դուք ինչ եք կարծում, այս ամեն ինչի հետևում քաղաքական ենթատեքստ կա, քաղաքական նպատակահարմարություն կա, թե այնուամենայնիվ սրանք իրավական գործընթացներ են, ինչ որտեղ անգամ ուշացած արդարադատություն։ Մենք ցանկանում ենք, չէ, ապրել խաղաղ, ժողովրդավար եւ իրավական պետությունում։ Նման պայմաններում անընդհատ շահարկել, որ այնինչ տեղի ունենում այս դեպքում, այն դեպքում դրանք քաղաքական գործընթացներ են, իրավական չեն, եթե իրավական էին, ապա ինչի նախկինում տեղի չեն ունենում, առնվազն կառուցողական չի նման մոտեցումը, որովհետև այսօր մենք ունենք կարծրացած խնդիրներ, որոնք համակարգային բնույթ են կրել, իսկ համակարգային վիճակը արմատախիլ անելը, հավատացեք, այնքան հեշտ չի, ինչքան կողքից կարող է թվալ։ Ինչին եմ տանում, որ օրենքի գերակայության երկրում, անկախ նրանից դիմացի անձը սովորական քաղաքացի է, թե մուլտիմիլիոնատեր,
Օրենքը պետք է հավասար գործի եւ կիրառելի լինի բոլորի հետ կապված։ Սա չափազանց կարևոր արձանագրում է մեկ, ինչ վերաբերում է թե եթե կա գործընթաց նախկինում ինչի չկարային, այդ ամեն ինչը դա իսկապես կառուցողական չի, որովհետև ամեն խնդիր ունի իր լուծման օրն ու ժամը։ Այստեղ կարևորը այն է, որ քաղաքական իշխանությունը հստակ ստանձնել է, որ մենք պետք է ունենանք իրավական պետություն։ Այո, մենք այսօր ունենք բազմաթիվ խնդիրներ դատա իրավական ոլորտում ու դատա իրավական բարեփոխումների կարիքը եւս ուղիղ համեմատական է մեր հետագա տնտեսական հաջողությունների հետ։ Փառք Աստծո, ունենք այդ ոլորտի արդարամիտ եւ բարձր պրոֆեսիոնալ ներկայացուցիչներ, բայց կա մի ստվար զանգված, ովքեր սերտաճած են նախկին համակարգերի, փողերի եւ չգիտեմ ինչ համակարգերի հետ եւ իրենց կողմից տեղի չի ունենում այն արդարադատությունը, որը պետք է տեղի ունենա։ Շնորհակալ եմ, պարոն Ղազարյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս տնտեսագիտության պատվավոր դոցենտ Էրնեստ Ղազարյանն էր։ Կհանդիպենք։